Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ իրանելիների դասին էր պատկանում։ Խոսքը հայ կաթոլիկ եկեղեցու arczepiskopos Իգնատիոս Մալոյանի մասին է։ Թեման հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ է հայտնի նրա մասին։ Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայք այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է կայացրել 3 անձի սրբադասելու մասին։ Խոսքը մեր հայրենակից Իգնատիոս Մալոյանի մասին է, Պապուա Նոր Գվինեայի պատրիարքի մասին եւ Վենեսուելայից մի անձնուհու մասին։ Հայտնի է, որ 1915 թվականի հունիսի սկզբին Մալոյանին ձերբակալել էին թուրք ժանդարմները եւ մեղադրել էին իբրև թե հայ ահաբեկիչների խմբեր նախապատրաստելու եւ եկեղեցուն զենք պահելու մեջ։ Նրան խոշտանգել էին եւ դատի ժամանակ Դիարբեքիրի ոստիկանապետ Մահմուդ բեկը խոստացել էր, որ եթե Իգնատիոս Մալոյանը ընդունի իսլամ, նրա կյանքը կփրկի, բայց հայ հոգևորականը հրաժարվել էր եւ նրան դաժանաբար սպանել էին եւ բազմաթիվ վկաներ են եղել, թե ինչպես էին նրան խոշտանգում։ 2001 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը դասել էր Մալոյանին երանելիների շարքին եւ դա այն վերջին կարևորագույն աստիճանն է սրբադասումից առաջ եւ բացի այդ էլ Վատիկանում վաղուց արդեն պաշտում են Իգնատիոս Մալոյանի, մասնավորապես գիտեն, որ 15 թվականին նրա պատվին դրոշմանիշ է թողարկվել Վատիկանում։ Արտյոմ, ինչ է նշանակում Մալոյանի սրբադասումը Վատիկանի կողմից։ Դե այստեղ շատ կարևոր է հաշվի առնել, որ Իգնատիոս Մալոյանը առաջին հայն է, ով լինելով հայոց ցեղասպանության զոհ սրբադասվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Եվ դա իհարկե պատահական չէ, ես վստահ եմ, որ դա այսպես կարևոր ազդակ է ուղղված Անկարային եւ ահա այս պայմաններում, երբ Երևանը հասկանալի պատճառներով հրապարակային ձևով այլևս չի բարձրացնում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Վատիկանը այսպես թափանցիկ ակնարկ է ուղարկում Անկարային առայն, որ այս հարցը միևնույն է չի մոռացվելու եւ մնալու է օրակարգում։ Եվ նաեւ կարեւոր է, թե ինչու է դա հենց հիմա արվում։ Գիտենք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առողջական վիճակը ցավոք այդպիսին է, որ չի բացառվում նոր պոնտիֆիկոսի ընտրության անհրաժեշտությունը, Աստված մի արասցե, բայց եթե դա այդպես լինի, պարզ կդառնա, որ նոր սրբերի սրբադասման հարցը կարող է տարիներով հետաձգվել, քանի որ միայն Հռոմի Պապը իրավասու է այս հարցը լուծել։ Այսինքն Վատիկանում օր առաջ աշխատել են արագացնել այդ process-ը եւ դա ուղերձ է թափանցիկ ակնարկ է ուղղված ոչ միայն Էրդողանին, այլ նաեւ Սիրիայի նոր առաջնորդ Ջուլանիին, ակնարկ այն մասին, որ կաթոլիկ եկեղեցին այսուհետ եւս ուշադիր է լինելու մերձավոր արևելքի քրիստոնյաների խնդիրների նկատմամբ։ Արտյոմ, արդյոք սրբադասված այլ հայեր կան։ Հայեր եղել են, ովքեր Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվել են ժամանակին, օրինակ Սուրբ Սերվացիոսը, ով Բենիլուքսի պետությունների տարածքում է ժամանակին քրիստոնեություն տարածել եւ այժմ պաշտվող սուրբերից մեկն է, բայց նորագույն պատմության մեջ այդպիսի բան չի եղել։ Ճիշտ է, 15 թվականի փետրվարին Ֆրանցիսկոս Պապը դասել էր Նարեկացուն եկեղեցու ուսուցիչների դասին, դա նույնպես շատ կարևոր այսպես տիտղոս է, ընդամենը 36 հոգի է կրում այդ տիտղոսը։ Այնուամենայնիվ դա իհարկե սրբերի դասին հավասար բան չէ։ Բացի այդ գիտենք, որ համեմատաբար վերջերս Վատիկանում նախաձեռնություն է եղել հայ կաթոլիկ եկեղեցու ժամանակին առաջնորդած Գրիգոր Աղաջանյանին երանելիների դասին դասելու մասին, դա այսպես ինչպես ասացի, վերջին աստիճանն է սրբադասելուց առաջ, երանելիների դասին նրան հասցնելու այդ միջոցառումները սկսվել էին 22 թվականին, բայց դա բավական երկար process է եւ դեռևս հայտնի չէ թե երբ այն կավարտվի։ Շնորհակալություն, Արտյոմ։